Այս գինին իմ վազնքերի ամենալավ գինու վազնա։ Գույնն էլ լավ է, համնել է սա։ Կտենակ ընտիր գինյա։ Դու ես քաշել։ Իմ քաշասնա, հա։ Համոպապի տանը սրանից լավ բարև բարի լույսի ձև չկա։ Հյուրին նախ սեղան են հրավիրում, հետո նոր հարցնում ինչու ես եկել։ Մեր հերոսի ձեռքերն էլ իր ասածի պես ընտիր են, ինչի որ կպչում են, տակից մի բարի պտուղ դուրս է գալիս։ Տրամադրությունա բարձրացնենք։ Դու մենակ տրամադրություն, ինչ ասես անունը։ Սրա վեկալած։ Որ սա լավ խմեմ ես, այնա ձերտունը մոռանել ես։ Արդեն ուշտուն ես գնում։ Քանի է դες ուշտուն գնացել։ Դե երկու հատ պատահել ա։ Շատ ոչ էլի։ Դե լրիվ յատել կպատնի, բայց գինի որ խմես թե։ Դե համոպապի հետ որ երկար նստես, տունդ էլ կմոռանաս, գործդ էլ, ժամանակն էլ, մանավանդ որ գործընկեր օպերատորս էլ դեմ չէ համոպապի հետ երկար նստելուն, բայց մեր հերոսը մենակ գինի քաշելու ու խմելու վարպետ չի։ Իր 70-ին մոտ տարիների ընթացքում այնքան արհեստ է փոխել, որ մի ամբողջ գրքի նյութ կլինի։ Մասնագիտությամբ վարսավիր է, բայց դե գյուղի մարդ առանց հողի ու տեխնիկայի ոնց կլինի։ Տարիներ շարունակ Օձունի դաշտերում տրակտոր է քշել, հողը շուռ տվել, հաց ստեղծել, արանքում էլ մկրատ է բռնել, մազ կտրել ու լրացուցիչ վաստակել։ Ու հենց այն ժամանակ, երբ թվում էր թե ղեկից ու մկրատից բացի ուրիշ բան ձեռքը չի առնի, կյանքը մի նոր համով փորձություն դրեց առաջը։ Ճակատագրի բերումով խոհարարել դարձավ ու անցավ Հայաստանի սահմաններից դուրս։ Բայց դրա մասին մի քիչ անց կխոսենք, որովհետև համոպապը մեր առջև ի սկզբանե պայման դրեց։ Մինչև իր ձեռքով քաշած գինուց մի կում չանենք, ոչ մի հարցազրույց, ոչ մի պատմություն։ Դե այս գյուղում ու հատկապես համոպապի տանը հյուրասիրությունից պրծում չկա։ Ես ուզում եմ աշխարհին խաղաղություն լինի, մեր երեխեքը լավ ապրեն, մեր երգիրը չթողան գնան միտեղ։ Երկու տղա եմ ունեցել, երկուսն էլ ստեղ են ապրել, ոչ մի անգամ ստեղ են ապրել, հենց գյուղում։ Ոչ մի անգամ ոչ Ռուսաստան են գնացել, ոչ էլ ձգտել են այդ Եվրոպանին գնան կամ արտահ։ Մարդը պետք է իր երգրում ապրի, ամենասկ։ Դրսը ինչքան ուզում ունեցվածք ունենաս, էլի նա քունի չի։ Ձեզ կցանկանամ առողջին, ամենալավ բաները կյանքում, լավ ելեք։ Համոպապի կենացներից գինին ավելի է քաղցրանում, բայց դե մենակ խմելով ու պատմելով չի, գյուղում գործը սպասել չի սիրում։ Ինքն էլ այն մարդկանցից չի, որ ձեռքերը ծալած նստի։ Հազիվ բաժակները դատարկած արդեն տնտեսությունն է ցույց տալիս։ 13 հատեր, մարդելամ կերելան մնացել է 2 հատը։ Էլի եք ավելա։ Մի հատը 22 կիլո միս են տվեսանք։ Հմել մարդամ 22 կիլո միս ունի։ Լարին դե գուրմուրը, դես ինչ կերեր եմ տալի է, կերեր, այն լավ կերերից եմ տալի, միսներ շատ համովել եմ։ Ցորեն, կուկուրուս, աղացած ուն հենց։ Որ ջանը տեղը Հա, պահի։ մեշոկները պոպոկ եմ ջարդել տվել է, այս լիքը ծառեր է պոպոկի։ Ես է խնձորի ամաննա, խնձորը ջարդում եմ, լսնում առաջը, կերել են մի խնձորը։ Ու միսը շատ համով է։ Սա ես փետի վրա ստեղ, լիքը մեշոկներով պոպոկ եմ ջարդել։ Հնդկահավերի բակից մինչև վարսավիրական աթոռ ընդամենը մի քանի քայլ է, բայց համոպապի համար սա լրիվ ուրիշ աշխարհ է։ Հենց մտնում է իր պլպլան կրպակը, հագնում խալաթն ու մկրատը վերցնում ձեռքը, տնտեսության հոգսերն ու գյուղական առօրյան մնում են դռնից այն կողմ։ Այստեղ ոչ միայն մազ ու մորուք են կարգի բերում, այլև կյանքից են խոսում համով, հոտով ու իհարկե համոպապին բնորոշ կատակներով։ Մարդի դեմքի հետ գործում եմ։ Սա ու տրամադրություն ուզմալի, պետք է գործը ճիշտ անես, եթե ճիշտ չանես, ավելի լավ է չանես։ Դիրը գալիս է ապուզը։ Լավ է։ Քանի երախը ունես։ Մի հատ։ Աբա մի երախի ծերա կնիկան զանի տանով։ Հետ մի կնիկն է։ Հերիքա։ Մազ կտրելու ստանոկի դզոցի հետ մի հուշ է արթնանում։ Մինչև Օձունում սեփական կրպակը բացել է, համոպապի աշխարհագրությունը հասել է մինչև Մոսկվա ու Լենինգրադ։ Այնտեղ նա ոչ թե մազ էր կտրում, այլ մեծ ռեստորաններում ամենահամով ուտեստներն էր պատրաստում։ Բայց օտարության մեջ էլ իր սիրտը իր գյուղում էր հարազատների հետ, ու երբեմն շքեղ սեղանների շուրջ նստածների ու իր պարզ գյուղացի ազգականների տարբերությունը նրան հանգիստ չէր տալիս։ Աշխատել եմ սաղ կյանքս դե Վարշավիր եմ ելել։ Բացի այդ ունեցել եմ էլի լավ մասնագիտություն, եղել եմ պովեր, աշխատել եմ
Մոսկվա, Լենինգրադ մեծ ռեստորանները, ու իմ ազգի ժողովրդին էլ սիրել եմ, հայերին, շատ եմ սիրել նրանց, Համոբաներ մատուցել եք։ բայց այն ռսի տոտաներն էլ եմ համոբաներ ուտացել, ու 15 տարեկան գնանիքին, գեին այն ամենահամոբաներ ուտեին, գնեին ասեին, իմ տատը սովածած բաներ ուտեր, այս տնականին, գալիս են ամենալավ բաներն ուտեմ գնեմ, մեմ են ջղայնան էի, բայց դե դուժված ազգանք, դե նրանք էլ ռուսը թակավարի պես ապրեին նրանք, Հիմի դետաստի եմ, ես դե տրակտորիստ էլ եմ աշխատել, մեր սեփական տրակտորով, այստեղ 7 հատ գյուղ է, միջև ճոշկան, այրում, շնող, բան, այդ հողերը տարիներով ես մշակել եմ, մեր տրակտորով, ավտոն, հետս բան, օրական 30 հեկտար ես դաշտ եմ մշակել, ժողովուրդ զարմանում են, ինձ ասում են քանի տարվա տրակտորիստ ես, նրանք գիտեն մենակ տրակտորիստ եմ, ինձ ասում են դու ինչ ուզում ես էլ աշխատում ես, Մի կարամ մի երկու օրյատն էլ ասենք մինիստր աշխատել, կարամ ինձ էլ լավ պաշտոն տան, գնամ էլ ես խոսքի ռայկոմի քարտուղարան եմ, այդ էլ կլի։ Օձունից մինչև շնող, 7 գյուղ նրան որպես վարպետ տրակտորիստ գիտեին, բայց համոպապի համար յուրաքանչյուր աշխատանք նախ եւ առաջ նվիրում է, ղեկին լինի թե մկրատը ձեռքին, կարևորը մարդկանց օգուտ տալն է ու մի քիչ էլ ժպիտ պարգևելը։ Այսօր նրա փոքրիկ կրպակը ոչ միայն վարսավիրանոց է, այլ մի տաք անկյուն, որտեղ հին ու բարի օրերի հուշերն ու գյուղական անկեղծ կատակները երբեք չեն լռում։ Վարսավիրները ընդհանրապես աշխարհում ինչքան բաներ կա, սաղ գիտեն, ինչքան անեկդոտ կա գիտեն ես։ Այս սաղ ժողովրդից եմ սովորել, հլա դու պատկերացրու 45 տարի շփվել եմ ժողովրդի հետ, դա կարող է գիտնականն իլան, այդքան բան չկարին սովորեն, գրքերից ես ժողովրդից եմ սովորել, ու սիրել եմ մարդկանց, ժողովրդին, լրիվի հետ հարմարվել, ինչ գործարել եմ, սաղի հետ էլ սրտանց եմ հարմարվել եմ, ժողովուրդն էլ ինձ են հարգել։ Գուցե հենց սա է համոպապի ոսկե կանոնը, ամեն ինչ անել սրտանց։ Տրակտորի ղեկին լինի թե մկրատը ձեռքին, Ռուսաստանի շքեղ ռեստորանում, թե Օձունի իր փոքրիկ կրպակում։ Նրա համար կյանքի ամենամեծ դպրոցը մարդկանց հետ շփումն է, իսկ ամենամեծ հարստությունը այն ժպիտը, որով մարդիկ դուրս են գալիս իր դռնից։ Բայց դե աշխատանքի մեջ ամեն ինչ էլ պատահում է։ Ինքն էլ չի թաքցնում, վարպետացել է նաև սեփական սխալների վրա, ու միշտ էլ հումորով է դուրս եկել իրավիճակից։ Դե մի օր մեկ անջակ կտրեցի, վեր ընկավ ժաժգեր անջակ պոլի վրա, ասի գծի ջաբը տասի, այն ժողորդը տենան, ժորդենան կտրել եմ, կարողանանք էլ չնստեն։ Այդպես բաներ, այսով էր եկավ, կրեն տեկավ լասպաս տենամով, մին անջատ։ Փախան, այս սահարվեցին, ասին երև սա կարող մարդ են նստի։ Խաթե մի հաճախորդ դուզում է։ Դե ոչ իջել գավար պետք է լի։ Հաճախորդի պակաս չկա, թե զրից հանակ եկեք։ Համոպապի հուշտ եղած հաճախորդը երևի չգիտեր, որ այսօր Օձունի ամենահայտնի վարսավիրանոցում ոչ թե մազ են կտրում, այլ պատմություն գրում։ Ու թեև իր խոսքով մի կլենտ կորցրեց, բայց տրամադրությունը ոչ։ Աշուտնա, արի Աշուտ ջան, արի թրաշամ քեզ փողը յադոք տաս, արի նստիլա։ Արի լարի թող քեզ նկարան, այնց նկարում։ Հա դե լավ հետո գազ լավ դեգնա։ Ես միններ փախավ։ Սանքե գիտեն ստիմոսնակ։ Արի։ Ու հենց այսպես կատակով մարդկանց կանչելով ու ճանապարհելով էլ անցնում է նրա օրը։ Մի օր մեկն եկել էր, նստած մազերի կտրելու բան, դե իր հերթն եկավ նստած։ Հիմի խիախտելա թե ասանք ինչ արժե մաս կտրիլը։ Հա, ասիսան ինչ ասեմ, դե ես ոչ մեկի ասա գին ասած չա, մարդի գլխի վրա կարած գին դնես։ Ասի միայն մոտ 40 մետրով է։ Եկավ իր հերթը նստած, կտրեցի մազերը, պրծա մի խիախտելա թե բան արա, չափի, գլուխս չափի, որ փողը տամ։ Ես էլ մետրը չունեմ։ Այն նոնազ միշոն սաղել են մարդն ներքևից, ձեն տվի միշոյին խանութ բաներ։ Արա միշո ջան լա մետր խրգի ասի, սա մի ցեղտել է թե ոնց է նրանց գլուխը չաս չափը։ Մարասի նրանց 1000 հատ արդեն չափել եմ։ Հիմի թազելի չափել դեմ։ Հա, էտա միշոյին ասի մետրը խրգին դյան թե ախուխել արճած մետր վարդյան խրգի։ Դեռ սա ասի ախպուր պես ասի գնա, մյուս անգամ որ մեկ էլ հանկարծ գաս։ Այն վաղտ չափյամ միանգամից փողերը կտաս։ Դից էլ մի կեր մի շան հալիսան ճամփեցի գնաց, այդ գնալն էր գնաց ու գնաց։
Համոպապի համար հաշվարկները միշտ չէ, որ դրամով են։ Գյուղական համերաշխությունն ու հարևանական հարաբերություններն այստեղ իրենց արժույթն ու գինն ունեն։ Նրա համար կարևորը մարդուն գոհ ճանապարհելն է, իսկ թե դրա դիմաց ինչպես կվարձատրեն, երբեմն երկրորդական է դառնում։ Էլելա, օրինակ հնգեր տղա ունեմ կովերապը, գալիս է, միլտենը մի ակագլուխ պանիր, որ այդ պանիրը տանի ծախի մի 10 գլխի փախ դուրս գա։ Այդ մոդիկ մարդա միլտենը մեզ մի գլուխ պանիր ձեռին եկելա դասմա փախ չկա այսան բեիլ տանը։ Բայց պանիրն ու գինին միայն վարձատրության միջոց չեն, դրանք գյուղի համն ու հոտն են, որոնք Համոպապը կյանքի բոլոր ճամփաներով իր հետ տարել է։ Նաև սեղան նստելու, հյուրասիրելու ու աշխարհի բաների վրա մի լավ ծիծաղելու առիթ են, որտեղ էլ եղել է Մոսկվայի ռեստորաններում, թե Երևանի հիվանդանոցներում, իր լորվա բարբառն ու օձունեցու թասիբը երբեք չի փոխել։ Ասում է մարդուն իր արմատն է պահում, իսկ օձունի արմատը պինդ է ու հազարամյա։ Օձունը հրաշք աշխարհ։ Ես օրինակ որտեղ եմ, իմ գյուղացիներով միշտ բարձեցել եմ, իմ գյուղով ուրախացել եմ։ Անցյալ տարի աշկս վրա օպերացիա արես։ Այնտեղ Մալայան հիվանդանոցը մի հատ լավ բժիշկ էր։ Մի լավ ընտիր տղա է, լավ էլ մասնագետ էր։ Որ հետը ծանոթացա, բան դերասին բարբարը չեմ փոխում։ Ես որ գնում եմ Երևան, ես ոնց ստեղ խոսում եմ, դեղ էլ նույն ձևով խոսում։ Մի օր մի շեֆ բանի դիրեկտորի մոտ մտասի բարյաչողը ախպեր ջան, ասա խու դոձուն ցիչաս։ Ասի բա ինչ է։ Թե խոզ վաչոին ճանաչում ես, ասի վարա մենա խոզ վաչոին չէ, գոջերն էլ եմ ճանաչում։ Բայց որքան էլ Համոպապը սիրում է աշխարհն ու մարդկանց, նրա համար աշխարհի կենտրոնն իր օջախն է։ Ինչպես ինքն է ասում, դրսում կարող ես բոլորի հետ լեզու գտնել, բայց տանը պիտի խաղաղություն լինի։ Ու հենց այդ խաղաղության փնտրտուքով էլ տարիներ առաջ ընտրել է իր կյանքի ընկերոջը, առաջնորդվելով ոչ թե դատարկ փայլով, այլ իրեն բնորոշ հաստատուն տրամաբանությամբ։ Մեր դասանն էր, կինես։ Մեր դասանը ամենախելոք աղջիկն էր։ Ես գիտես խուզեցի։ Շատ սիրուն էր չէր որ ասես սիրուն տանը համար ասի խելոք է ուզամ որ իմ հորնմոր հետնեմերս հա լավ բայց դե մենք 4 ախպերինք ինչ որ ասի որ իմ հորնմոր հարգի ու տենց էլ անում էր հետնեմերս շատ էլ սիրում են այս իմ կնգանը հա բարյադշնի դաստիարակված իր հետնեմերն էլ են լավ մարդիկ հմի չկան լկստված չէ դրա եմ ուզել թե չէ ես լկստվածների հետ կա չեմ գլուխանը Աչքա բաց ես շատ ջան վախտեն լավ դու հմել բակաշ Ստե կարմա թուքել տատ խռովել Տատի խռովելն էլ երևի Համոպապի հերթական կատակն է, որովհետև այս տանը գիտեն վարպետի լեզուն ինչքան սուր է, սիրտը այնքան բարի է։ 70-ին մոտ այս մարդը շարունակում է իր պլպլանկրպակում սպասել մեզնից փախած այցելուների վերադարձին։ Ամեն մեկին բաժակ գինի, մի լավ անեկդոտ ու մի կտոր անկեղծություն նվիրելու համար։ Ծիրանի կացիլա կաղնասնյանքն է։ Բդեսնիկ։ Արե սուարիստի կաղնիլա, կաղնիստի կաղնի։ Արի լարի տնամ ես սուրյաս գնեմ, ծինան, արի լա զրի ծանակ, Արի զրի ծանակ մի պապի Մեր նկարահանող խումբը հեռանում է, բայց Համոպապի համար բեմն ու դաշտը միշտ բաց են, ու մինչև մենք փորձում ենք մարսել օձունի գինին ու վարպետի կատակները, նա արդեն նոր զոհ է փնտրում։ Այստեղ օձունում Համոպապից ու նրա սուր լեզվից փրկվելու միակ տարբերակը վազելն է, բայց դա էլ միշտ չէ, որ օգնում է։ Մենք գնացինք, բայց դուք աչքներդ չորս արեք, Համոպապը դեռ դիրքերում է։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։